Մշտապես եւ ամենուր ամենաթանկ բանը ժամանակն է։ Իսկ այն խնայելու ամենակարճ եւ ճիշտ ճանապարհը պլանավորումն է։ Յուրաքանչյուրս մեր կյանքում անցնում ենք մեր զարգացման փուլերը, իսկ ինչպես է կազմվում անհատական զարգացման պլանը, կփորձենք պարզել մեր հյուրից։ Այսօր մեր տաղավարում է ֆանտաստիկ, ինտելեկտուալ, ճամփորդող, օրինակելի, մոտիվացնող Խաչիկ Աբաջյանը, այո, Brain Up կրթական կազմակերպության համահիմնադիր Խաչիկ Աբաջյանը։ Ինձ համար պատիվ է, քեզ հյուրընկալես, մեզ համար, ասա։ Ասեցի, դրանից առաջ էլ հետո էլ ասել տալու Խաչիկ ջան, ինչ լավ է որ եկել ես, ինչ լավ է որ Թերեզան վերջապես լավ ժպտում է։ Միշտ պատրաստ եմ այդ հարցով ձեզ օգնել։ Պատմիր Brain Up-ի մասին։ Ինչպես ստեղծվեց գաղափարը, որ պետք է հիմնել Brain Up-ը եւ որն էր մոտիվացիան։ Ես եւ իմ ընկերը Դավիթը, ում հետ մենք հիմնել ենք կազմակերպությունը, երկար ժամանակ աշխատել ենք կրթության ոլորտում, ինչպես նաեւ իրականացրել ենք բազմաթիվ նախաձեռնություններ, հիմնականում կրթական, երիտասարդական, եւ մեզ մոտ առաջացավ գաղափար, որ պետք է ունենանք կազմակերպություն, որպեսզի այդ կուտակված փորձը եւ մեր էնտուզիազմը կարողանանք այնտեղ դրսեւորել ու վարակել այլ երիտասարդներին, էլի հատկապես իրենց զարգացման եւ կրթական ասպարեզում։ Հրաշալի։ Ինչ նախագծեր ունեք, ինչ եք արել մինչ այժմ, ինչպես եք շարժվելու առաջ։ Brain Up-ը որպես կազմակերպություն մի քանի այսպես ուղղություններ ունի, որով մենք աշխատում ենք։ Առաջին մեծ ուղղությունը դրանք դասընթացներն են, որոնք իրականացնում ենք, վերապատրաստումներ, ոչ ֆորմալ կրթություն, որովհետև մենք հավատում ենք, որ ֆորմալ կրթությունը բնականաբար շատ կարևոր է, ինքներս ակադեմիական կրթության ջատագովներ ենք, տարբեր մասնագիտություններ ենք ձեռք բերել ակադեմիական ճանապարհով, բայց կարծում եմ, որ ոչ ֆորմալ կրթությունը հատկապես 21-րդ դարում չափազանց կարևոր է եւ դա ոչ թե այսպես փոխարինում է ֆորմալ կրթության, այլ լրացնում է եւ մենք ունենք այդպիսի մեծ բլոկ դասընթացների, որոնք իրականացվում են թե անհատների, թե կազմակերպությունների համար իրենց այսպես պոտենցիալը հնարավորինս բացահայտելու։ Ունենք նաեւ ինտելեկտուալ միջոցառումներ, որոնք իրականացնում ենք, ինչպես նաեւ թիմակառուցման, այսպես թիմային ոգին բարձրացնող նախաձեռնություններ։ Հիմա բազմաթիվ դասընթացներ ունենք, որոնք արդեն իսկ իրականացնում ենք, դրանցից կարող եմ նշել օրինակ նախագծերի կառավարումը, UI UX դիզայնը, շուտով նաև դասընթացավարների համար, այսինքն այն պահանջարկը, որը կա, մենք փորձում ենք ապահովել դրա իրացումը, բայց մեզ համար չափանիշներից առաջները նաև որակյալ այսպես ծառայություններ մատուցելն է։ Հետադարձ կապի մասին եկեք խոսենք, ես դեռ գիտեմ ուսանողական խորհրդի ժամանակահատվածում ԵՊՀ-ում այդ փորձառնությունից հետո այս ժամանակահատվածի հետադարձ կապը մասնակիցների հետ ինչպիսին է։ Հետադարձ կապը ինձ թվում է հիմա բավականին այսպես նաև դժվարացել է, հաշվի առնելով այս տեղեկատվական աղմուկը, շատ ինֆորմացիան եւ այլն, բայց մեզ համար շատ կարեւոր է, որ այն մարդիկ, ովքեր մեկ անգամ մասնակցում են մեր միջոցառումներին կամ ծրագրերին, իրենք կարող են փաստել, որ իրենք դառնում են այսպես համայնքի անդամ եւ պարբերաբար ունենում են մեզ հետ տարբեր առիթներ շփվելու, տարբեր թեմաներով քննարկումներ ապահովելու։ Եթե դիտարկենք ընդհանուր, հետադարձ կապի տեսանկյունից, ապա ձևավորվում է համայնք, որը հավատում է կրթությանը, զարգացմանը, շարունակական աճին եւ այդ մարդիկ նաեւ իրար հետ են ընկերանում, ծանոթանում եւ այդ համայնքը այսպես ինքնստինքյան ձևավորվում։ Այ օրինակ դուք հիմա խոսում եք ձեր ժահառուները անմիջապես հասկացան ինչի մասին եք խոսում, բայց մենք ունենք շարքային հեռուստադիտող, որը հիմա սուրճը վերցրած ուզում է լսի, ուզում է հասկանալ ինչի մասին է խոսքը։ Մի քիչ ավելի բաց հենց նրանց համար։ Ոնց եք դուք այդ իրականություն հայտնվում, չգիտեմ, հիմնարկներում լինում, գործընկեր կազմակերպություններում։ Ինչից եք սկսում։ Սկսում ենք ճանաչել հենց այն մարդկանց, ովքեր ուզում են մեզ հետ որևէ աշխատանք տանել կամ հիմա օրինակ մեր հեռուստադիտողները, ովքեր սուրճ են խմում եւ մեզ են դիտում, մենք փորձում ենք հասկանալ իրենց կարիքները։ Դա ցանկացած գործընթացի ամենակարևոր կետն է, այսինքն ինչ պահանջներ ունեն իրենք, ինչի կարիք ունեն իրենք։ Օրինակ, մի հետաքրքիր նախաձեռնություն ասեմ, որ մենք կոչում ենք անհատական զարգացման պլանավորում։ Այ եթե ես այսպես փորձեմ պարզ բառերով ասել, մեր կյանքում մենք հաճախ իրականացնում ենք նախագծեր, առանց գիտակցելու, որ դրանք նախագծեր են։ Օրինակ, պլանավորում ենք մեր ծննդյան տոնը, չգիտեմ, հարսանիք ովքեր արդեն ամուսնացել են կամ որևէ այլ իրադարձություն, տրնդեզը, տան վերանորոգումը, ցանկացած նմանատիպ փոքր նախաձեռնություն իրենք իրականում դասական իմաստով նախագծեր են։ Եվ մենք դրանք կարողանում ենք պլանավորել, որովհետև օրինակ, եթե դուք սխալ պլանավորեք ձեր ծննդյան տոնը, հավանաբար հյուրեր չեք ունենա, ձեր ուզած նվերները գուցե չստանաք, միջոցառումը վատ կանցնի եւ այլն։ Բարձ օրինակից։ Այո, բայց եթե մենք փորձում ենք դիտարկել, իսկ ինչպես ենք մենք պլանավորում մեր կյանքը, այսինքն արդյոք պետք է ամեն ինչ պլանավորել, թե չպետք է պլանավորել։
հասնել կամ արդյոք մենք փորձում ենք այն նպատակները, զարգացման հեռանկարները, որ ունենք մեր մտքում։ Հաստատ բոլորս մեզ համար ունենք որոշակի նպատակներ։ Ուղղակի ճանապարհն է պետք ընտրել, ճիշտ։ Այո, եւ այստեղ շատ կարեւոր է, որ կան մարդիկ, ովքեր այդ նպատակները միշտ դնում են ու մնում է իրենց գլխում որպես երազանք, կարող են, չգիտեմ, 50 տարի հետո անդրադառնալ, որ դե տենց էլ էս ինչ բանը չկարողացանք անել, եւ կան մարդիկ, ովքեր կարողանում են դա ճիշտ նախագծել ու հասնել այդ արդյունքներին։ Մենք նաեւ այդ ճանապարհին ենք փորձում օգնել մարդկանց, որպեսզի իրենք կարողանան ճիշտ գործիքակազմ կիրառել եւ հասնել իրենց արդյունքներին, այսպես ասած։ Ինչպես հետևեն ձեզ, ինչպես գտնեն եւ օրինակ մոտալուտ նախագծերի մասին օրեր անց դուք նախագիծ ունեք, օրինակ ինչպես մարդիկ հետևեն, գտնեն եւ իմանան որ ծրագիրն է իրենց անհրաժեշտ, որ իրենց անհրաժեշտ չի, ինչ բանախոսներ կան, պատմել նաեւ տարբեր սոցիալական ցանցերում կարող են մեր կազմակերպությունը գտնել, brain up, հետևել, տեսնել տարբեր նախագծեր, որոնք մենք իրականացնում ենք։ Առաջիկայում, ինչպես նշեցի, մենք ունենք շատ հետաքրքիր նախաձեռնություն անհատական զարգացման պլանավորման մասին։ Անհատական զարգացման պլանավորման միջոցառում մենք plan up ենք անվանել, այսինքն մարդիկ, ովքեր կարող են պլանավորել եւ հստակ առաջընթաց գնացել, դա շատ པարզ լեզվով ասած նախաձեռնություն է մի հարթակ, որը մարդկանց տալիս է հստակ գործիքակազմ, թե ինչպես իրենց տարին պլանավորել այնպես, որ 2026 թվականի դեկտեմբերին իրենք լինեն ավելի լավը, քան իրենք էին 2026 թվականի հունվարին, այսինքն մի քայլ առաջ գնան։ Եվ այդ միջոցառման շրջանակում օրինակ մենք իրենց սովորեցնելու ենք ինչպես գրել անհատական զարգացման պլան, իրենք կարողանալու են տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ շփվելու հնարավորություն ունենալ, նաև շփվել իրենց նույն հետաքրքրությունը կիսող մարդկանց հետ, այսինքն ինքը բավականին հետաքրքիր եւ այսպես լավ համայնք է նաև ձևավորում, որոնց հետ դու անընդհատ ուզում ես կապի մեջ լինել։ Օրինակ, երբ որ ես սկսել էի իմ այսպես տարին պլանավորել, ընդ որում ասեմ, որ տարվա պլանավորումը թող մարդկանց չվախեցնի, որ դա անընդհատ սովորելու ինչ որ բարդ գործեր անելու մասն է, ես օրինակ պլանավորում էի նաև թե այդ տարի քանի երկիր պիտի այցելեմ, որովհետև ես սիրում եմ ճամփորդել եւ փորձում էի այլ ասպեկտներ եւս ներառել, օրինակ ինքնակրթության մեջ, չգիտեմ, օրինակ մարդական իրավունք ստանալու հետ կապված ճամփորդելու եւ այսպես շարունակ, ու դրանով վարակել էի իմ ընկերներից մի քանիսին, մենք պարբերաբար մի քանի ամիսը մեկ հանդիպում էինք, այսպես գարեջրի կամ սուրճի սեղանի շուրջ ու նաև կիսվում էինք, թե որս ինչ առաջընթաց են գրանցել եւ դա նաև այսպես մեկը մյուսին մոտիվացնում էր եւ ստուգման այսպես բաներ առաջացնում, որ ես պիտի անեմ, այո, որովհետեւ բա 3 ամսից։ Խաչիկ որտեղից առաջացավ այդ միտքը։ Անհատական պլանավորումը։ Ես անկեղծ ասած, երբ ականջի համար մտածում ես, լավ, ո՞նց է որոշել։ Քիչ ուսխորհրդին անդամակցեի։ Չէ, միշտ ուսխորհուրդները դուք ասեմ չեմ սիրել, միշտ հրավիրել։ Չէ, որտեղ մեր ուսխորհրդի, այ որ գայք։ Բայց իրականում ինձ մոտ մի քիչ ավելի շուտ սկսվեց, երբ որ ես 12 տարեկանից սկսած կամավորական տարբեր նախաձեռնություններում էի ընդգրկվում, այնտեղ մենք ունենում էինք այսպես մենտորներ, ովքեր մեզ հետ աշխատում էին եւ մենք գրում էինք, թե ինչ ենք ուզում անել այս տարվա ընթացքում։ Եվ հետո երբ որ արդեն ես մի քիչ ավելի մեծացա համալսարանական տարիներին, հասկացա, որ դա իսկապես ինձ օգնում է, որովհետև նաև ուսումնասիրեցի տարբեր հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ եթե դու քո նպատակները կամ քայլերը ձևակերպում ես, ապա շուրջ 60-70% հավանականությունը, որ դու դա իրականացնելու ես, ավելի մեծանում է։ Անկամ ինչ են ասում, թղթի վրա գրի, էտել է դրա փոքրիկ մասն է կազում, գրի պլան է դա դառնում։ Եվ ինքը դառնում է այսպես հետաքրքիր ուղեցույց, որով դու կարողանում ես, այսպես ասած, առաջնորդվել։ Եթե մի փոքր բացենք փակագծերը փետրվարի 1-ից հետո, այլ ինչ նախագծեր ունեք, որ օրինակ մարդիկ նաև եւս պլանավորեն, օրինակ ասեն, դե լավ, օրինակ անհատական այդքան էլ իմը չէ, պետք է փորձեմ մեկ այլ ոլորտում։ Ունեք որոշակի պլանավորում, թե ինչ նախագծեր եք անելու 2026-ին։ Այո, մենք ունենք տարբեր այսպես գաղափարներ, որոնք փորձում ենք կյանքի կոչել, հիմա պլանավորման փուլում են նաև որոշները գտնվում։ Անհատական զարգացման պլանավորման միջոցառումը արդեն նշեցինք, ինքը ամենամյա միջոցառում է, այսինքն նաև դա դեկտեմբերին է լինելու, այնպես որ ովքեր որ այս անգամ չհասցնեն, կարող են մեզ այդ ժամանակ միանալ։ Հիմա նաև մենք այսպես դասընթացների եւ կրթական ծրագրերի մշակման ակտիվ փուլում ենք, ունենալու ենք տարբեր այսպես հնարավորություններ այն մարդկանց համար, ովքեր ուզում են վերապրոֆիլավորել իրենց մասնագիտությունը կամ որևէ նոր բան սովորել եւ ունենք նաեւ այսպես ինտելեկտուալ միջոցառումներ, դրանց մասին հիմա շատ չեմ կարող խոսել, որովհետեւ ինտրիգը պետք է մնա, որպեսզի հետաքրքրությունն էլ դրանով պայմանավորված ավելի լինի, բայց ունենալու ենք նաեւ հետաքրքիր նոր ձևաչափեր, որտեղ հավաքվելու են մարդիկ, ովքեր կարողանալու են համատեղել հետաքրքիր ժամանակը օգտակարը եւ նաեւ իրենց կրթական ու ինտելեկտուալ զարգացումը։
Ինչ հրաշալի։ Մենք մեր հեռուստադիտողներին հորդորում ենք, որ այսօր հունվար ամսվա վերջին աշխատանքային օրն է թերևս, եւ եթե ուղղակի հունվարին շվշվացնելով ապրել եք ձեզ համար, վերանայեք ձեր գործունեությունը, դիմեք նմանօրինակ ծրագրերին եւ մասնավորապես Brain App-ին, որպեսզի ավելի ճշգրիտ պլանավորեք, գոնե մյուս 11 ամիսներն էլ ավելի պրոդուկտիվ անցկացնեք։ Շնորհակալություն այսպես վաղ առավոտյան մեզ հյուր գալու համար մոտիվացնելու եւ վարակելու։ Լավ օրենք մաղթում ձեզ։ Մենք դիտենք տեսահոլովակ, հետևեք Կենտրոն հեռուստաընկերությանը, մենք փակում ենք մեր այսպես առավոտյան ծրագիրը, բայց չենք փոխում ալիքը, հետևում ենք Կենտրոն հեռուստաընկերությանը, իսկ մենք կհանդիպենք երկուշաբթի 9:30-ին։ Հաճելի հանգստյան օրեր եմ մաղթում։